Սերը ծաղկած ծառ է, նրա գեղեցկությունն անսահման է, ահա սիրո մի վառ ապացույց, տարիքն անց մարդիկ գրկախառնված նստած էին։ Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ, հուսով եմ բոլորդ շատ լավ նշեցիք ձեր մարտի 8-ը, եռուզեռը շատ էր թե սոցցածերում, թե Հայաստանի քաղաքներում, բայց մի լավ էլ վախեցաք, չէ, այսօրվա առավոտյան երկրաշարժից։ Դե ինչ սիրելիներիս, ես ունեմ մի քանի րոպե, հենակարեն արդեն եկավ չունեմ, տանից դուրս եմ գալիս, իսկ մինչ այդ որոշեցի մի քանի րոպե ձեզ հետ զրուցել։ Շուտվանից է դուրս եկած, ժամանակ չունեցա, որ ավելի շուտ միանամ, մինչև տանգործ լվացք, եւ հետաքրքիր բան եմ պատրաստել այսօր, արտիշոկ եմ պատրաստել առաջին անգամ, եւ շատ համեղ էր, տարօրինակ համ ուներ, բայց ավելի շատ համեղ էր իր հյութը, այնպես որ եթե դուք դեռ չեք հասցրել պատրաստել այդ բանջարեղենը, խորհուրդ կտամ պատրաստել, շատ առողջարար է հատկապես լյարդի համար։ Այնպես որ սիրելիներս, այս խառը գործերից հետո որոշեցի դուրս գնալ խանութներ, չէ որ ես չունեմ մի քիչ այսպես գեղեցիկ կոշիկներ, շատ կոշիկներ ունեմ, բայց տոնական կոշիկներ չունեմ, ուստի գնում եմ Փխենթան խանութը, մեզ մոտիկ միայնակ եմ գնում եւ կարծում եմ կհասցնեմ նկարել որոշ բաներ նաեւ ձեզ համար, հատկապես այն մարդկանց համար, ովքեր շատ են սիրում խանութներ գնալ, ուրեմն գնացինք խանութներ սիրելիներ, շոկ է, շատ շոկ է, դրա համար այսպես եմ հագնվել, չնայած եղանակը առաջիկա մի շաբաթում նորից կցրտի, ջերմաստիճանը կիջնի, բայց դե ինչքան էլ իջնի, արդեն դեպի գարուն են գնում, հատկապես որ Ֆրանսիայում մարտի 21-ից հետո գարուն է իսկական։ Դե ինչ սիրելիներս, կմիանամ հետո մի լավ կզրուցենք, քանի որ հիմա այլևս ժամանակ չունեմ, գնամ արագ, այն որ ասում ենք հացավորեմ եւ շատ շտապ տանից դուրս գամ։ Կհանդիպենք։ Ձեզ մոտիվացիա, բրնձով փլավ, քարիով եւ սխտորով, հավի կրծքամիս, պասպաղողները կարող են չուտել եւ չորաթթում։ Եվ այսօր առաջին անգամ պատրաստել եմ արտիշոկ, հայերեն կանք կուղ է, Ժորժ ջան, եթե լսել եք կամ պատրաստել եք, ուրեմն ձեզ ծանոթ է։ Ամեն դեպքում ինձ ծանոթ էր, բայց առաջին անգամ պատրաստեցի նման տարբերակով եւ դուրս շատ եկավ։ Ամբողջ տեսանյութը կլինի իմ ալիքում, կարող եք դիտել եւ պատրաստել։ Սա դեղ է, կարելի է ասել դեղ է։ Ամբողջ օրգանիզմը մաքրում է, հատկապես լյարդը։ Արդեն տանից դուրս եմ եկել եւ գնում եմ այդ խանութը։ Գնում եմ մեր օպերայի հրապարակով։ Տեսեք ինչքան լավ է, որ եղանակը իրոք լավ է, ամպերը կապույտ, արևը ճառագայթում է, մարդիկ զբոսնում են, չնայած մի քիչ առաջ այստեղ շքերթեր ցույցերի էին դուրս եկել, կանայք իրենց իրավունքներն էին պաշտպանում։ Ուրեմն շատ տեղ չգնացի, 2 տեղ եմ ընդամենը մտել, ձեզ ցույց եմ տալիս Մայքլ Կորսի պայուսակները, գինը այս պայուսակի 295 եվրո էր, լավ չերևաց, բայց ես տեսա։ Եվ առաջ անցնենք, այդքան էլ շատ ընտրանի չկար, բայց մեր մոտի տեսականին եւ գները։ Այստեղ գները մատչելի են, չգիտեմ, ես լսել եմ, որ Մայքլ Կորսի պայուսակները շատ ավելի թանկ արժեն։ Ամեն դեպքում տեսեք ինչ գույներ են, ինչեր են ներկայացրած եւ հիմա այս սիրուն ամառային բոկոցիկները գրավեցին, սրանք իմ սիրած մոդելներն են, նայեմ տեսնեմ էլ ինչ կա եւ փորձեմ, որոշել եմ չշտապել, նստել, հանգիստ փորձել, որից հետո որոշում կայացնել։ Հիմա ես նայում եմ, որոնք որ հավանում եմ, ասենք ընդհանուր մոդելը եւ թեկուզ գները, որը որ հարմար է, այսպես պիտի փորձեմ, բայց սկզբում մի հատ այսպես շրջայց եմ անում, բանից պարզվում է, որ բոլոր տեղերում կոշիկները նույնն են, մոդելներով, մոդան նույնն է, էլի այսպես ասեմ, ահա, եւ առաջ շարժվեմ, սա էլ գեսներ, այստեղ էլի սիրուն կոշիկներ կային, ահա, էլի այս մոդելներին եմ ուշադրություն դարձնում, կամ էլ դեմը փակ, հետևը բաց, ամառային այդ բասանոշկաներին,
բոկոտիկներին եմ ուշադրություն դարձնելու։ Ահա, առաջ գնամ եւ նույնն է, տեսեք, բոկաժինն է, ինչ գին է 125։ Իհարկե զեղչեր չկան հիմա, որևէ արտոնություն չունի իմ քարտը այս պահին, արդեն բոլորը օգտագործել եմ։ Չնայած ժոնակի այս հատվածում մի փոքր իրեն գների իջեցում էին արել եւ տարբեր համարները կար, ովքեր սիրում են, ում ոտքին շատ լավ է նստում, կարող են շտապել։ Ամեն կոշիկի մեջ մինչև 40 եվրո էժանացում էր այդ հատվածում, սրանք էլ են սիրունելի, բայց ժոնակը եւ բոկաժը եւ ստե շատ կոշիկներ հիմա առաջ կգնանք պորտուգալական արտադրության են։ Մի տեսակ ինձ համար այդ կաշիները փափուկ ճկուն կաշիներ չեն թվում։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններում դուք ինչ կարծիքի եք։ Սա ինչ շատ դուր եկավ, ելոմելոյի բասանոճկան է, շատ, եւ հատկապես այդ մասը կփորձեմ հիմա, լայն էր։ Հիմա ես ժոնակում սկսեցի առաջին փորձարկումները, այս 3 տեսակն եմ ընտրել, փորձում եմ նաեւ մյուս տեսակը, եւ տեսեք կոճերից վրա սեղմում է, սա էլ կոշիկներն է, ժոնակինն է այս կոշիկները, վատ չեն, բայց մի տեսակ կոշտոտ են, հատկապես շատ է այդ կոճի մասը երկու կողմից, մի տեսակ սեղմում, ամեն դեպքում ոտքս լավ չի նստում, կարծես թե այդ կալոտք են, որ ասում են, էլի չգիտեմ բառը ճիշտ հիշեցի թե չէ, լավ չի նստում, ահա, սա էլ էլի նմանատիպ է, սիրուն է, եւ հա, մի բան, բոլորը, կարելի ասել բոլորը, սուր քթերով էին, ես ընտրեցի այս կլորը, սա ինչ շատ դուր եկավ, ելոմելոյին է, որ ասեցի, կոճերի մասը լայն է, շատ լավ է, բայց այնքան բարակ է, որ բուտ մատի տեղերը բարձր երևում է, սիրուն չէր նստում։ Սա էլ մյուս մոդելներն է, նման կոշիկներն են մոդա, այս կապերով, էլի տեսեք, եթե ձեզ երևում է, հենց բուտ այդ եղունգներից հատվածը լավ սեղմում է։ Մյուսն եմ փորձում, էլի ելոմելոյից է, մի համար մեծն եմ վերցրել, չէ, ամեն դեպքում ես այդքան էլ չեմ հավանում, սա էլի բոկաժից է, էլի նման կոշիկներ են, Ժորժ ջան, արդեն 3 ժամա կոշիկ եմ փորձում այս կոշիկի բաժիններում, չի լինում, հանգիստ ոտքս մեջը չի լինում, շատ բարակ ակաշիները, բուտ մատս բարձրանում է, նեղում է, մի խոսքով եկել եմ արդեն գեսում եմ փորձում, ես էլ չլինի դուրս գամ, ինչ անեմ, չկա, նորմալ, հարմար չկա, որ իմ ուզած լինի ու հարմարավետ լինի, բնականաբար ճնշում են, նեղում են, այսպես։ Մինչ ես կոշիկներն եմ փորձարկում, եթե դուք առաջին անգամն եք իմ ալիքում, ապա մի հապաղեք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի հետագայում բաց չթողնեք իմ նոր վլոգները եւ խոհանոցային տեսանյութերը։ Շնորհակալ եմ։ Վերջապես Ժորժ ջան, մի հատ կոշիկ վերցրեցի, չնայած աչքս մի քիչ սեղմում էր, դե այդ մատերի հատվածում էլի արդեն իմ հասակակիցները ինձ կհասկանան, բայց ուրիշ տարբերակ չկար։ Կաշի ա դե կփոխվի, տանը ցույց կտամ, որը ընտրեցի։ Այդ աղջիկը ինքան բարեհամբույր էր, ինքան հավեսով սևեր, վերջը գնացել ենք դրամարկղի մոտ վճարում եմ, այն իր գոլեգաները ջերմ, իր այդ խոսում են ինքն ասում, տեսնում ես ոնց են հետս ջերմ խոսում, ասի բայ ես այս դրամար էլ արել եմ, ինձ հետ էլ ես ջերմ խոսացել դու շատ, տեստեղ ասում են շաղմանտ ես բան, վայ, շնորհակալ եմ, ասում եմ, հա դրա այն ընկերուին ասում թե, այսինքն կոշիկը հակովս չի, բայց ես վերցրեմ, ասի պատկերացրու, ես տենց էլ կա։ Վերջը Ժորժ ջան, տեսնում եք, չէ՞ ժամը քանիսին եմ դուրս եկել։ 3 ժամ էլ հեռացավ ինչ դրսում եմ, բայց լավ էր, վերջը գնեցի։ Կտանեմ տանը մի քիչ կհակնեմ, մի քիչ կբացվի, ամենայն դեպս կաշին հետ կբացվի։ Որ արդեն այդ երբ հրավիրված են գնամ, հակս նորմալ լինի էլի։ Եկիտի ասում եմ, իրան ասում եմ նկարը ցույց տվեցի, ասում եմ, տես միշտ այս ձև բարձրակրումներ եմ հակել, միշտ այդ ձևի կոշիկներ, այստեղ ա որ չեմ հակնում։ Նա եմ ասում, հա, վայ, ես ինչ լավ։
Վերջը ժողովուրդ ջան, ես ձեր բարձր տրամադրությամբ գնում եմ ջայլներ, այնտեղ հռհռում են, ծիծաղում են, մալալետ կար ջայլներն էլի են 10 քանի տարեկանները։ Ես ձև, դե գնամ տուն տանը ցույց կտամ։ Օրվա վերջում աղբի տոպրակները այսպես քաղաքի կենտրոնում կարող են շարել։ Սկզբում շատ էի զարմանում, հիմա աչքիս սովորական է թվում։ Ահա, տեսեք ինչքան սիրուն է քաղաքը։ Եվ լույս է, եւ լույսերը արդեն վառվել են։ Շատ գեղեցիկ է, գունագեղ քաղաք է։ Ահա, հիշեցնեմ, որ շաբաթ օրերը մեքենայի ճանապարհը փակ է։ Քաղաքի կենտրոնական հատվածներում մարդիկ բոլորը զբոսնում են։ Կիրակի օրը բացվում են։ Դեպի կայարան տանող ճանապարհն է սա էլ։ Ուրեմն այսօր գնացի նաև օծանելիքների այդ հատվածը, որ են մեր հայ Ֆրանսիս Քուրքչյանի օծանելիքներն են ցուցադրված։ Ինչու եմ այս մասին ասում, քանի որ իր մասին նյութ էի հրապարակել իմ խմբում եւ մեծ մասը հենց այդ օծանելիքների սիրահարն էին։ Ես մեկ անգամ եւս գնացի համոզվելու համար, արդյոք դա իմ հոտն է, դե իհարկե մի հոտ չկա, տարբեր են։ Ֆրանսիս Քուրքչյանով 55 տարեկան է, Ֆրանսիայի պարֆումերիայի պատմության մեջ հեղափոխություն է արել, կարելի ասել։ Նա վերականգնել է, գտել է Մարիա Անտուանետի սիրած օծանելիքի բուրմունքը, որը կոչվում է Quelque Fleur, նա այդ օծանելիքն է սիրել, բայց ինքը վերափոխել է, նմանատիպ օծանելիքի հոտեր է ստեղծել։ Իր օծանելիքների տունը, այսպես են ասում, հարուստ է բազմազան բուրմունքներով, Maison Francis Kurkdjian, եւ ամբողջ Ֆրանսիայում այսօր նա շատ հայտնի է։ Հիմնականում կան, որ նույն օծանելիքը թե տղամարդու համար է նախատեսված, թե կանանց համար, առանձին էլ կային։ Էլի շատ լավ վաճառող էր, երկար զրույց արեցինք, նույնիսկ տարբեր ազգությունների թեման բացվեց, մեր թշնամի ազգերից, ինքը սկզբից ասեց, այդ ձևի խոսալ գիտես, ասում եմ Բելգիայում ես հայեր գիտեմ, որ թուրքերեն խոսում են։ Մի խոսքով պատկերացրեք ինչ թեմա էինք, էլի հասե շատ երկար փնտրումներից հետո, փնտրտունքներից հետո, այսպես ասեմ, մի հոտ էր, որ մի քիչ դուրս եկավ, թույլ էր եւ մեջ էլի քաղցր նոտա կար, ես իրան ասեցի, որ տենց թափանցիկ էլի օթային թեթև հոտ լինի, ամեն դեպքում թունդ են, բայց այդ մեկը լավ է եւ երևի թե հետագայում մի անգամ էլ կգնամ համոզվելու համար ամռան ընթացքում էլի օծանելիքներն եմ կվերջացնեմ, հələ այդ հոտը նորից կփորձեմ, եթե լինի ես էլ կվերցնեմ, իսկ մնացածը ահա որ էր, ամենաշատ ժողովուրդը որ սիրում են այդ բակարան, անտանելի թունդ է ինձ համար, խեղդվում եմ, պատկերացրեք։ Հիմա երևի մարդիկ կլսեն ու կասեն, վայ մենք էլ ենք սիրում այդ ինչ ես ասում, բայց դե հոտի եւ ընդհանրապես ամեն ինչի ճաշակի ինքեր ոնց են ասում, ինքեր չկա, չէ։ Նայած թե ով ինչ է գերադասում։ Նախկինում պատմել եմ ձեզ, որ շատ երիտասարդ է, ես թունդ հոտեր էի սիրում։ Հələ իմ օրմացիկ լուսահոգի մերս ասում էր, այդ հոտերը հանի խեղդվում եմ տանից, այս ինչ հոտեր ես գցում։ Զարմանում է, ասում եմ, ոնց թունդ է, մի հատ փողոց անցնեմ։ Հիմա ես եմ այդ թունդ հոտերին չեմ դիմանում, խեղդվում եմ։ Եվ ընկերուհիներ ունեմ, որոնք այդ օծանելիքից ցանում են, երբ պետք է հանդիպենք, ասում եմ, այդ հոտը չցանեք, էլի։ Չգիտեմ, դե հիմա տարիքից է թե ինչից է խեղդվում եմ, շատ թունդ է ինձ համար, կամ մեջը ուրեմն այնպիսի մի բան կա, որը որ ինձ ալերգիա է առաջացնում, էլի, այդպես կարող եմ նաև ասել։ Մի խոսքով մութը, տեսեք, ընկել է 3 ժամ եւ ավել ես մի խանութի մեջ տարբեր կոշիկի բաժիններում պտտվելուց հետո վերադառնում եմ տուն։ Բոլորիդ մաղթում եմ քաջ առողջություն, լավ լինեք սիրելիներս, այս պահի համար այսքանը, կհանդիպենք։ Եվ վերջապես ներկայացնում եմ ձեզ իմ գնաց կոշիկը։ Կանգ առա գեսի վրա, ինչու։ Որովհետև այն մյուս ապրանքանիշերը համարները ճիշտ չէին համապատասխանում։
Եթե անգամ 40 համարն էի վերցնում, էլի խնդիր էր, ոտքս շատ հարմար չէր իջնում, կոշտություն կար կաշիների մեջ, չգիտեմ, բազմից եմ փորձել այդ ժոնակը հատկապես, միասին եկել ենք այս խանութը բազմիցս, բայց որևէ անգամ չեմ կարողացել ճիշտ կոշիկ ընտրել, հենց այդ ժոնակից։ Դե հակա այս ապրանքանիշը շատ փափուկ էր, հատկապես ներսի մասը, ժեոքսի նման փափուկ էր, այս հատվածը շատ, մի փոքր աջ մասի այդ ոչ թե կոշտ էր, այլ քիփ էր շատ, դրա վրա կաշխատեմ, բան եմ դրել մեջը, չնայած վաճառողն է դրեց, որպեսզի ավելի ընդարձակ լինի։ Կարծում եմ հավանեցիք, շատ սիրուն է և պրակտիկ կոշիկ է, այնպես չէ։ Ահա, այստեղ շատ փափուկ է։ Դե ես բարով մաշեմ։ Եվ ձեզ մոտիվացիա, ինչ եմ պատրաստել երեկոյան։ Բանջարեղեն եմ դրել ջեռոցը, ավելի առողջարար է ջեռոցում պատրաստված ցանկացած ուտելիք։ Բարի լույս սիրելի հետևորդներ, լավ եք, բարի պայծառ կիրակի բոլորիդ, մեզ մոտ նորից արևոտ լավ տաք եղանակ է և ես հիմա շարժվում եմ դեպի ինքերս հանելու։ Գնում եմ, այդից էլ որոշել եմ մտնել շուկա, մի քանի բան ունեմ գնելու, տեսնեմ, եթե ստացվի։ Ամեն դեպքում հաճելի է, որ այս տակորով գնում ենք, դե կիրակի է, մարդ չկա բնականաբար ես մեր հատվածում, քամի էլ կա, բայց ոչինչ, հələ մի շաբաթ տակեր են անելու։ Ամեն դեպքում երեք լավ չարչարվելուց, լավ ման գալուց հետո այսօր արդեն մի քիչ հանգիստ եմ, լավ է վերջապես գտա այդ փոշիկները, մի քիչ դժվար կլինի, կփորձեմ տանը հագնել, որ այդ դեմի մասը մի քիչ թուլանա, ու ինձ թվում է լավ կլինի։ Բարձրությունը չի խանգարում, հենց միայն այդ դեմի հատվածն է, չնայած ինքերս ասեց սիլիկոնից ինչ-որ բաներ կա, մատերիարանքը դնելու։ Դե այսօր կիրակի է, փակ է, վաղը կնայեմ դեղատներում, ինձ թվում է կգնեմ։ Մի խոսքով գնացինք միասին, տեսնենք ինչ ենք անելու այսօր, ինչ գնումներ անենք։ Միսը եփել եմ, հետ կգամ ճաշկ եփեմ եւ այսպես։ Դե սիրելիներս գնացինք։ Թեքվում եմ, որ մտնեմ մետրո, մետրոյի մոտ գտնվող սրճարանում այս մարդիկ էին հավաքվել եւ գժություններ էին անում, նվագում էին, շեփոր էին փչում, մի խոսքով մի քանի վայրկյան կանգնեցի, նկարեցի եւ հետո մտա մետրո։ Ահա Ժորժ ջան, վերջացրեցի, հիմա գնամ շուկա։ Մեզ տարածաշրջանում կառնավալներ են, այդ որ ձեզ ցույց տվեցի, դրանք կառնավալի մասնակիցներ էին, մի խումբն էլ մետրոյի մեջ էր, հարմար չեղավ այդ ժամանակ տոմս էի գնում, որ նկարեմ, բավականին մեծ խմբերով այդպես թե ուր էին գնում, չգիտեմ, երևի գնում էին Դանկերկ, որովհետև այդտեղ կամ այդ տարածաշրջանում Բայոլ, այն անգամ այդտեղ եմ գնացել, ձեզ ասել եմ, կառնավալներ են, այդ շրջանն է, մինչև կարծեմ մարտի 20-ը պիտի տևա, ամեն դեպքում հետաքրքիր էր, Ոյձև գժական բաներ են անում։ Այսքան բան, հիմա գնամ շուկա, տեսնեմ ինչ եմ գնում, շատ բան չունեմ գնելու, 2-3 բան ունեմ, եթե ելնի դեռ հավաքած չլնեն, էլի։ Այսպես Ժորժ ջան, դե գնացինք շուկա։ Ջան, արդեն տանն եմ, ինչ կցուցադրեմ, 2 գնում ենք արել, դրանք ասեմ, որ ահավոր շոկ էր, ճանապարհին սա հանելի։ Կարինի հետ պայմանավորվել ենք իբր, որ հնարավոր է ինքը գա շուկա ինձ դիմավորի, այն էլ եկել էր զանգե, ես խառը առևտուր էի արել, չէի լսել։ Մեքենայով ինքը հետ էր եկել, պատկերացնում եք, ես ոտքով սպորտ անելով, բայց ագա ձեռքս մեկ էստևս ասեցի, ոչինչ, թող սպորտ անեմ, էլի։ Հիմա մի քանի բաներ ցույց տամ, մտել է ինքն էլ ռուսական խանութ, մեր գնումները այսօրվա ցույց տամ։ Ուրեմն այս անգամ, չգիտեմ, ասում եք կապերը մեծ է, կանաչին 3 հատը 1 եվրո էր, սովորաբար 4 հատին ենք տալիս 1 եվրո, բայց իբր լավն է, չգիտեմ, 1 մաղադանոց է վերցրել, 2 համ եմ, կապերը, բայց մաքուր է, ճիշտ է ասում, ավելորդ էլ բաներ չեմ հանի, էլի դեն գցի, այս շատ լավ հաց էի միջայլոց,
հացը վերջում ցույց կտամ։ Հիմա ես ձեզ ցույց տամ, թե ես ինչ եմ գնել ես վերևից կողմ, որ ինձ հարմար լինի ձեզ ցուցադրեմ։ Ուրեմն բանան եմ գնել։ Ես որ այստեղից առնում եմ գները, դե որ ես եմ առնում, արդեն գիտեմ, ընդհանուր չէ։ Տվել եմ կիլոն 2 եվրո, կիլոգրամով էին։ Ամենուր այդպես էր, 1.99։ Ուրեմն բանան, ես վերջերս շատ չեմ ուտում, որովհետև շատ քաղցր է բանանը, խուսափում եմ քաղցրից։ Լոլիկներն էր, ոնց որ մի քիչ մատչելի, 1.80 էր։ Ես սրանք սիրում եմ, համեղ են, հատկապես ճաշերի մեջ, աղցանների մեջ շատ լավ է։ Գնել եմ ուրեմն 2 վարունգ, երկուսին 1 եվրո եմ տվել, փոքր էր 50 սանտիմ որպես, այդքան էլ հաջող չէր, բայց ամուր է, կարևորը ամուր է, մեջը սրանք մանր սերմեր են, համեղ է։ Դափնե տերև եմ գնել, այս կապին տվել եմ 1 եվրո, 1 եվրո եմ տվել, հիմա կչորացնեմ երևի, թե այսպես տյանեմ, չգիտեմ, ես տեսնեմ էլի կնայեմ մի հատ, սա ավելորդ էր։ Ուրեմն բոլոր տեղերում այս անգամ շուկայում 3 հատ ավոկադոն 2 եվրո էր և ես գնել էի մի տեղից 3 հատ հազիվ ջոկելով, չէ սա չէր ավոկադոն, մի վայրկյան ժողովուրդ ջան, ահա, սա էր, էլի նույն տիպի մեծ էր, այսպես գնել էի, դե տեսնում եմ, բայց այդքան էլ հաջող չէր, հետո եկա միտեղ տեսա, որ ավելի լավերն են ծախում, մի քիչ ամուր է էլի, նրանք էլ են ամուր, ես ամուրներն եմ ջոկում, դնում եմ ինքը սենյակային ջերմաստիճանում հասնում է, այդպես շատ լավ է լինում, իդեպ շատ մրգեր, նույնիսկ բանջարեղեն չի կարելի դնել սառնարան, դուք դա արդեն գիտեք, այդ իսկ պատճառով ես մեծ ինչ-որ մի այդպես վազի մեջ եմ լցնում, մրգերը հատկապես դնում սենյակային ջերմաստիճանում, իրենք կամաց հասունանում են և լավ են պահպանվում, այսպես չեն կորցնում, էլի վիտամինները և իհարկե բազուկ, բազուկ էլ եմ գնել, բազուկի կիլոգրամը 2.30 էր, տեղ կար, որ թանկ էր, և գազար էի փնտրում, ես գազար էի գնել մի քանի անգամ, շատ քաղցր էր եղել, մենք սովորաբար երեկոյան մեկ գազարը լվանում եմ, քերում եմ, կիսվում եմ և ամուսիններով ուտում, ծնոտի աշխատանքի համար շատ լավ է, հատկապես վիտամիններ, A վիտամիններ, շատ օգտակար է և բացի այդ ծնոտին էլ լավ մարզանքյանում և խոհանոցի համար այսպես սփռոց եմ գնել, երբ որ արդեն կդնեմ, սեղանի վրա արդեն պարզ է նկարահանումների ժամանակ կտեսնեք, բար գույներով այսպես էլի հետաքրքիր բաներ, լավ էր, սա այդտեղ բերում են ֆրանսիացիները իրենց խանութի ապրանքը, կիրակի օրը շուկայում ծախում և ավելի մատչելի, մետրին տվել եմ 3 եվրո, դե հիմա ցույց տամ ձեզ ռուսական խանութի գնումները, տեսնենք ինչ է առել Կարենը, հիմնականում դե իր համար բաներ է վերցնում, լիքը քաղցրեր, մաղցրեր, մի խոսքով, մենք էլի մնում ենք մեր կարծիքին, որ Սևանի այս լավաշը շատ լավն է, շատ լավ կտրվում է, լավ ծաղում է, արդեն քանի անգամ էր հենց հայկական խանութի լավաշ ենք բերում, ռեզինի նման է, ռեզինի նման, որ նույնիսկ ես ատամներ ունեմ, չեմ կարողանում ծամել, պատկերացնում եք, ուրեմն շատ լավ լեչո եմ գնել այս վերջերս, այս սրանից էր, չգիտեմ, ուկրաինական է, շատ համեղ է, շատ, սա ինչ է բերեց, չգիտեմ, սա էլ երևի էլի լեչոյի նման ինչ-որ բերեց, հա, այս էլ բերեց է, երևի կարմիր բերեց է, չգիտեմ, սա նորություն է, այսպես, այսինքն, երբ էլ թափել էլ հնարավոր չի, մատչելի է խանութներում, հալվա, խնդրեմ Ժորջան, հալվա է, գները դե չգիտեմ, տարբեր հալվաներ, գույներով, տարբեր, մեկի մեջ պիստաշե ոնց որ, քաղցր կաթը անպատրաս, խտացրած կաթերի, դե մենք քաղցր կաթ ենք ասում, ահա, վիչինա, խոզապուխտ է բերել, խնդրեմ սիրելիները, մրբերշիկ, շատ է հավանում ինքը, այստեղից ուրեմն լավաշից եմ ես օգտվում, Art Food-ի
խավիարն եմ սիրում, ուրիշ խավիար էին կարել, էլի չհավանեցի, չգիտեմ, դե ճաշակի նկեր չկա եւ կաթնաշոր եւ այս հացերը։ Այս հացերն են, ահա։ Այս պահին սրանք տեղավորեմ, ճաշ եմ արագ եփում, միսը արդեն եփված պատրաստ է, ուզում եմ այսպես երևի սոուսատու տիպի ինչ-որ մի բան պատրաստեմ, դեռ չեմ որոշել, կարևորը միսը եփած է։ Եվ վերջին տողերս նորից հղում եմ ձեզ բոլորիդ, սիրելի կանայք, բոլորիդ մաղթում եմ առողջություն, մարտի 8-ի կապակցությամբ արդեն ձեզ շնորհավորել եմ համայնքային բաժնում դեռ 3, հիմա ջերմ խոսքեր ասեմ, ուրեմն բոլորիդ ցանկանում եմ, որ գարունները գան ու չգնան, ամբողջ տարին ձեզ համար մարտի 8 լինի, ձեր իրավունքները դուք պաշտպանեք, լինեք սիրված, հարգված, շրջապատված մտերիմներով, լավը ցանկացողներով, երբեք քաղաքավարությանը զոհ մի գնացեք, եթե կան ձեր շրջապատում մարդիկ, որոնք ձեզ խանգարում են, ուրեմն մի շփվեք նման մարդկանց հետ։ Հենց այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Միշտ ժպտացեք, միշտ եղեք երջանիկ։ Բոլորիդ։ Առայժմ